Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը բանաձև է ընդունել 24.42-59 նախագծի մասին է խոսքը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում պետք է ստեղծվի հայերի վերադարձի հնարավորության ապահովում վերնագրով։ 46 անդամներից 29 կողմ է քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Պարոն Շահինյան, որքան հասկանում եմ, բանաձևը երկու պալատների կողմից արդեն ընդունվել է եւ պարտադիր ուժով, օրենքի պարտադիր ուժով այս հարթակը պիտի ստեղծվի։ Ճիշտ եմ հասկանում արդյոք թե ոչ, եւ ովքեր են օրինագծի բանաձևի հեղինակները։ Ինչ որ կվերապերի, եթե դա դեղի կունենա կամ ոչ, դա արդեն 12 ամսվա հետազոտություններն են եւ հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հայաստանի դրամատրությունները այս ուղղությամբ երթալու եւ բայց ամենակարևորը իհարկե նաեւ Ղարաբաղի ներկայացուցիչների կողմից դիրքորոշումը պիտի հասկացվի, եթե դա հնարավոր պիտի լինի կամ ոչ։ Այսինքն, սա կնշանակի, որ կարող է մի տարուց հետո արտաքին գործերի նախարարությունը կա եւ ասե, որ մենք փորձեցինք, բայց հնարավոր չեղավ։ Սա առաջին խնդիրն է։ Երկրորդ խնդիրը հեղինակության գեդը։ Հեղինակները Արդակին կորձերի հանձնախումբի երկու անձնավորություններ են, երկու պատգամավորներ, մեկը ձայր Աչագողմյանների գուսակցության պատկանող Էրիկ Ֆոնտոբելը եւ կանանչների նաեւ պատգամավոր եւ կանանչների փոխնախագահ Նիկոլա Վալդեղը։ Հիմա իրենք իհարկե ազգային ժողովի հանձնախումբի անդամներ էին եւ այդտեղից սկսավ։ Այսինքն հիմնական խորհուրդը սկզբնական, ոչ հիմնական, սկզբնական խորհուրդը եղավ ազգային ժողովը։ Սակայն որբեսի այդ հայցը, այսինքն մոցիոնը կարողանա բարդավորիչ ուժ ունենա, դա պետք է երկու օրենսդրական թևերի կողմից ընդունվի։ Ինչ որ եղավ երկրորդ որոշումը որտեղրվելով։ Եկեք տեխնիկական մասին անդրադառնանք։ Հիմա ինչքան հասկացանք, բանաձևը երկկողմ ընդունվել է եւ օրենքի պարտադիր ուժով պիտի այդ հարթակը ձևավորվի։ Բայց Հայաստանը կմասնակցի, թե չի մասնակցի, թե Հայաստանի մասնակցությունը կարող է այսպես ասենք բացասական ազդեցություն ունենալ, այսինքն Հայաստանի ներկայացուցիչները նշեն, որ իրենք դեմ են արցախցիների վերադարձին, այսպես պարզ խոսենք, սա է խոչընդոտ հանդիսանալու, սրա մասին է խոսքը։ Այդ 12 ամիսը, որ դուք ասացիք, վերաբերում է այն ժամանակահատվածին, թե երբ կհավաքվեն կողմերը այս հարթակի շուրջ։ Մի քանի հարցեր դուք միասին փորձենք մեկիկ լուծել, հա։ Մանավանդ որովհետև որոշ հարցերի մեջ արդեն ոնց որ որոշ չափով որոշ պատասխաններ են ընդգրկված, որոնք բարդատիր չէ որ ճիշտ լինեն։ Առաջին հերթին հիմնական երկու բևեռները Ադրբեջանի pedagoganությունն է եւ արցախցիների փուն ներկայացությունը իրենք են բանացեվի մեջ ավելի ճիշտ մոցիոնի մեջ բանացև չի սա մոցիոնի մեջ այսինքն հայցի մեջ ասոնգ են երկու բևեռներ ընթացքը սակայն պիտի լինի նաև շատ հավանական է, ամենամեծ հավանականությամբ նաև Հայաստանի հետ։ Բնավս էլ չէ, որ Հայաստանը թեմ լինի։ Հայաստանը չդվավ իրեն ոչ թեմ, ոչ թեր գեցվածքը այս խնդիրին շուրջ։ Հայաստանը դուրս գեցավ, որովհետև ուզում էր հասկանալ, թե ընդհանրապես ինչ էր տեղի ունենալու որովհետև եթե արտգործնախարարի եւ վարչապետի դիրքորոշումները եթե լավ հետևեք, դուրս է գալիս, որ իրենք գրեթե քաղաքապար չունեին տեսակ բաներ տեղի ունենալու, ընթացք էր տեղի ունենալու։ Հիմա եղավ։
Եվ ճիշտը այն է, որ Հայաստանը այս պահուս ուրիշ գլուխի ցավեր ունի։ Այս պահուս անվտանգության խնդիր կա, խաղաղության հաշտեցման բանացեվի համացայնակրի ստորագրման խնդիր կա եւ այլն։ Առանց Հիմա Հայաստանի մասնակցության այս հարթակը կարող է ձևավորվել։ պրինցիպի տեսակետեն այո, Ահա։ պրինցիպի տեսակետին այո, եթե երկու կողմերը համացայնվին։ Ես անցամբ որոշ խոչընդոտներ կտեսնամ ինչ որ կվերապերի Ադրբեջանի կողմից համաձայնությունը կարող է նույնիսկ ղարաբաղցիների կողմից բան լինի որոշ վերաբահումներ լինեն այդ խնդիրին աջակցելու որտեղ համար իրենք կարող են ասել ոչ եթե մեզ բանը չդրվի ինքնորոշման իրավունքը չդրվի բացարձակ մենք ընդհանրապես չենք սկսելու այս տեսակ խոսակցությունը եւ ցեբեցեք որ այդ տեսակ մոդեցումով խնդիրը կարող է մարիլ անմիջապես եւ մեռնիլ Մենք փաստորեն արձանագրենք, որ այստեղ ոչ թե կարգավիճակի հարց է քննարկվում, այլ քննարկվում է արցախցիների վերադարձի հարցը ցանկացած կարգավիճակով, կարելի է ասել։ սա ես եմ ասում եւ մոցիոնի մեջ օրինակի համար ղարքավիճակի խոսք չկա Մгм. գա ապահովության մասին ընդգծում եւ հիշվում է որ միջազգային ապահովությունը կարեւոր է որ ծավալվի բայց ոնց է լինելու այդ ամեն ինչը դա ես չեմ գնար պատասխանել Արցախի խորհրդարանից արդեն նշել են, որ ողջունում են բանաձևը, պատրաստ են քննարկել, երբ կարող են այդ բանակցությունները սկսվել։ շատ շուտ եթե Ադրբեջանի կողմից այդ բանը լինի պատրաստակամությունը լինի շատ շուտ թույլ տվեք գասկածիմ այդ տեսակ պատրաստակամության մասին Եթե Ադրբեջանը չմասնակցի, Շվեյցարիայի խորհրդարանը կարող է ինչ-որ պատժամիջոցներ կամ կրկին ինչ-որ բանաձևեր ընդունել։ ոչ բացառվում է արդեն որ ասկան անտին ինքից ինքը մղեց Շվեյցարիո երկու բալատները սա կարող եմ ցես հանկիս խիրջով ասել որ դա բացառություն է եւ բացառություն է բոլոր աշխարհի մեջ չի եղել այս տեսակ մի բան չի եղել Իդեպ որ ինչու եղավ, ինչու Շվեյցարիան այսպիսի բացառություն արեց մեզ համար։ որովհետև ճիշտ կորձիկները կդանք որբեսի այս հնարավորությունը ստեղծվի կարողա անցինք կարողացան եւ ուզեցան զգուշ լինել զգոն լինել այս ամեն ինչին որբեսի կարողանան այս խնդիրին հետևորդություն տալ եւ Միջայլոց ասեմ, այս երկրորդ որոշումը, որ երեք տեղի ունեցավ, համաչափության տեսակետեն շատ ավելի բարձր էր եւ ավելի նշանակելի նույնիսկ, քան ասկային ժողովինը, քանի որ 29 թեմ 12-ի համաչափությունը լրիվ ուրիշ է, քան 96-ը 80-ի թեմ, ինչ որ տեղի ունեցած էր ասկային ժողովում։ Դուք ինչ-որ ժամկետ նշեցիք 12 ամիս ասելով, ինչի մասին էր խոսքը, կխնդրեմ ավելի պարզաբանեք։ Մոցյոնի բովանդակությունը թելադրում է, որ այս ֆորումը, խաղաղության ֆորումը ստեղծվի առաջին օրվանից հաշվելով, այսինքն այսօր ընդունի ընդունման օրուց հետո այս հարթակի մասին, այսինքն որ դա ստեղծվի 12 ամսվան ընթացքին։ Այս բանաձևը ինչի արդյունքն էր։ Արդյոք հայ համայնքը ներդրում ունի այս ամենին։ Այո ունի առանց բացառությամբ կարող եմ ցեզ ասել եւ թե հայկական համայնքը թե շվեյցարիական հասարակությունը որոշ անձինք անցամբ մասնակցելով եւ փորձելով մարդկանց հետ խոսիլ համոզել այդ կորձը եղավ
բայց ամենակարևորը այն եղավ, որ տեխնիկապես կորձունայություն դեղի ունեցավ խորհրդարանի մեջ։ Այսինքն այդ կորձիկները, որոնք դրվեցան, ը, հadoop բաներին, ոնց կասեն, պատգամավորներին, պատճառաբանությունները դա երկրորդական չեղավ։ Բարեկամական խումբ Շվեյցարիա Հայաստանը պատրաստեց մի fact sheet, այսինքն մի բացատրական, որը նաև վերջին վարքյանին թեթևագիորեն փոխվեց, ավելի ճիշտ ավելացում տեղի ունեցավ, հաշվի առնելով այդ ինչ որ մենք սպասում էինք, այսինքն որ վերջին վարքյանին լուր դրվեր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հաշտեցման համացայնակրի շուրջ ոնց որ թե համացայնության են եկել եւ գրայելով որ սա պիտի լիներ մի կարևորագույն ելագետ, որը պիտի կորձացվեր արտաքին գործերի նախարարության կողմից Շվեյցարիո, ասելու համար որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն խոսում են, խնդրեմ ցերկերնի դուրս քաշեցեք այս խնդիրից։ Մենք բացատրեցինք, որ սա որևէ մի կապ չունի ինչ որ գվերապերի Ղարաբաղի հայերի վերադարձի հետ, քանի որ Մгм. սա չէ ընդգրկված այդ համացայնակերի մեջ, մեկ։ Երկրորդ, քանի որ արդեն հաջորդ օրը հենց Իլհամ Ալիևը սպառնեց ասելով, որ եւ արժեվ բերելով նախապայմաններ, որոնք Հայաստանի համար այս պահուս առնվազն անընդունելի են։ Եվ վերջում Ցեվոք բանը ինչ որ եղած էր, եթե լավ գեիշեք, 2009-ի պրոտոկոլների հետ կապված։ Երբ որ շաբաթ օրը ամսունինին ստորագրվեցին այդ պրոտոկոլները Էդուարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավուդօղլուի կողմից Ցյուրիխում, հաջորդ օրը Ռեջեփ Տայիպ Էրդողանը մամուլի հասուլիս ունեցավ Անկարայում, ասելով որ ոչ մի համացայնակիր ուժի մեջ չի պիտի մտնա, մինչև որ Հայաստանը իննբաստ Ադրբեջանի շահերի որոշումներ եւ փոփոխություններ չընդունի ինչ որ գվերապերի Ղարաբաղի խնդիրի հետ կապված։ Եվ եւ սա սպաննեց պրոտոկոլները։ շատ լավ, եւ վերջում մենք կարող ենք արձանագրել, որ եթե Բաքուն չմասնակցի այս երկխոսությանը, արցախցիների հետ երկխոսությանը, բոլորի համար, միջազգային հանրության համար առհասարակ պիտի մեկընդմիշտ եւ վերջնականորեն հստակ լինի, թե ով է դեմ երկխոսությանը, ով է դեմ արցախցիների վերադարձին։ Սա մեր բանն է, մեր պատկերացումն է եւ մեր ցանկությունն է, բարոն Զաքարյան։ Իրականության մեջ այդպես չի, որովհետեւ արդեն այսօր քիչ ը, էլեմենտներ չունիք ասելու համար այդ ինչ որ դուք նոր ասեցիք արդեն այսօր այսինքն պետք է չգա ոչինը սпасել Ադրբեջանի այս առաջարկի համար պետք է խնդիրը դարբեր ձևով փորձենք շոշափել պետք է իրապես այդ բանը ունենանք այդ ջգույնությունը ունենանք կոնֆլիկտի տրանսֆորմացիայի կարողանալ երթալ ունենալով այդ տգար եւ թույլ գողմը ինչ որ այս բահուս ունենք սա քաղաքականության եւ թիվանակետության արվեստն է եւ կվստահեցնեմ որ թյուրին չի բայց դա է կարևորը որ մենք այդ ուղղությունը չգործունենք